Սիրելի բարեպաշտ հայրենիներ, ահա իր ավարտին է մոտենում մեծ պահոց շրջանը։ Եվ ինչպես մեծ պահոց շրջանի բոլոր կիրակիները, սկսած բուն բարեկենդանից, արտաքսման, անառակի, տնտեսի, դատավորի կիրակիներ, այնպես էլ վեցերորդ կիրակին ունի իրեն յուրահատուկ անուն, որ կոչվում է Գալստյան կիրակի։ Գալստյան կիրակի խորհուրդ իր մեջ ներառում է Քրիստոսի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ գալուստը։ Առաջին գալուստի ժամանակ, ինչպես Հովհաննես Ավետարանիչն է վկայում, մարմին առավ է բնակվեց մեր մեջ մինչև աշխարհի վախճանը։ Եվ Քրիստոս աշխարհ գալով հիմնեց իր եկեղեցին, որտեղ մշտապես իր ներկայությունը կա եւ ուր իր բոլոր հավատացյալների սրբագործում, ակրագործում է սրբազան խորհուրդների շնորհիվ։ Եվ նաեւ մարդկանց հոգիներում սերմանեց Ավետարանի ճշմարիտ լույսը, Աստծո խոսքը։ Եվ ահա երկրորդ գալուստը ճիշտ այն խորհուրդն է, որ երբ որ հասնի հունձի ժամանակը, Քրիստոս դարձյալ պիտի գա իր սերմանածը հնձելու։ Եվ մեծ պահոց շրջանը մի ժամանակահատված է, որ քրիստոնյային մտածելու, խորհելու տեղիք է տալիս երկրորդ գալուստի մասին, որպեսզի կարողանանք կատարյալ մաքուր սրտով, հոգով կանգնել Տիրոջ առաջ արության մեծ տոնի ընթացքին եւ այդ արության ավետիսը փոխանցել միմյանց։ Երկրորդ գալստյան խորհուրդը կայանում է նրանում, որ պիտի Քրիստոս կա դատելու մարդկությանը յուրաքանչյուրին ըստ իր արած գործերի։ Պես Ավետարանն է ասում, արդարներին պարգևելով կյանք հավիտենական եւ մեղավորներին տանջանք հավիտենական։ Եվ այս մեծ պահոց շրջանը ճիշտ այն ժամանակահատվածն է, որ քրիստոնյային տալիս էր ընթացք, հնարավորություն գիտակցելու, անդրադառնալու, դարձ կատարելու դեպի ճշմարիտ Աստված եւ ձերբազատվելու իր գործած մեղքերից, ձգտելով կատարելության, որովհետեւ Քրիստոս ինքը կատարյալ էր։ Գալստյան կիրակին նաեւ իր մեջ ներառում է ծանուցումը հավատացյալին կատարելության ձգտումի։ Այսինքն մարդ իր կատարելությանը պիտի հասնի իր հավատքի շնորհիվ, իր աղոթքի շնորհիվ եւ բնականաբար հետևելով Քրիստոսի ավետարանի խոսքին պիտի գնա այդ կատարելության ուղիով մաքրելով իր հոգին, իր սիրտը, իր մարմինը դարձնելով տաճար եւ բնակարան Սուրբ Հոգով։